Ռանչպար գյուղ Թուրքիայից Հայաստան ներթափանցման դեպքով իրավապահները ուշագրավ բացահայտումներ են արել։ Մասնավորապես մեզ հասած տեղեկությունների համաձայն Թուրքիայից Հայաստան եկած ներթափանցման գործով կա մեղադյալ։ Իսկ ինչ էր կատարվել։ 2024 թվականի դեկտեմբերին հայ-թուրքական սահմանի հենց Արարատի մարզի Ռանչպար գյուղի հատվածում տեղի էր ունեցել ենթադրյալ սահմանահատման դեպք։ Վնասված փշալարերն ու ոտնահետքերն էին կասկածներ հարուցել, որ Թուրքիայից Հայաստան ներթափանցման փորձ է եղել։ Հստակ չէր ով կամ ովքեր են եղել ու արդյոք հաջողվել է մտնել Հայաստան։ 2024 թվականի դեկտեմբերի 12-ին ազգային անվտանգության ծառայությունը դեպքի մասին հայտարարություն տարածեց, որ օպերատիվ միջոցառումներ են իրականացնում։ Մասնավորապես Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ դեկտեմբերի 11-ին ժամը 3:20-ի սահմաններում Հայաստանի եւ Թուրքիայի սահմանի Արարատի մարզի Ռանչպար բնակավայրի հատվածում Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ապօրինի հատման հավանական փորձի վերաբերյալ ազգային անվտանգության ծառայությունը նշում էր, որ ստացված տվյալների ստուգման կապակցությամբ իրականացվում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ։ Տեղացիներից ոմանք միջադեպի մասին դպրոցից էին տեղեկացել, զանգել էին կանչել երեխաներին տուն տանել։ Հիմնականում երեխաներին մենք տանում ենք որպես ծնող բերում ենք։ Ես դպրոցում եմ աշխատում, որ իրավիճակը այդպես եղավ, արագ այդ միջոցներ ձեռնարկեցին, երեխաները մնացին դպրոց տարածքում, միջև որ այդ հարցերը լուծվեց ու երեխաները գնացին տուն։ Միլիցիա կա, բան կա, նիժելի իրանք չանեն այդքանը։ Շատ են գյուղում անդադ բտտվելիս տեսնում։ 3 հորստեղը լծված էր։ Թե ԱԹՍ-ները, թե միլիցիաները, ավտոները ստեղից լծված։ Ռանչպարի վարչական ղեկավար Վահան Վարդանյանը հայտնել էր, որ ամբողջ խոսակցությունը սկսվել է այն բանից հետո, երբ դեկտեմբերի 10-ի լույս 11-ի առավոտյան ուղեկալը նկատել է կտրված փշալար ու ինչ-որ ոտնահետքեր, բայց դա չի նպաստել, որ գյուղում ինչ-որ խուճապ լարվածություն, առավել ևս արտարոց ոչինչ չունենք գրանցած, նշել էր համայնքի ղեկավարը։ Եվ ահա այս մտահոգիչ դեպքից ամիսներ անց Արմնուր լրատվականի նոր մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես Սրապիոն Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա առանց սահմանված փաստաթղթերի եւ պատշաճ թույլտվության Թուրքիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ապօրինի սահմանահատմամբ մուտք գործելու շուրջ նախնական համաձայնության գալով դեռևս ինքնությունները չպարզված երկու քրդերի հետ խախտելով պետական սահմանի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի եւ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ռեժիմ սահմանելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի 702N որոշման պահանջները 2024 թվականի դեկտեմբերի 11-ին ժամը 00-ից մինչև 1 ընկած ժամանակահատվածում վերջիններից հետ խմբի կազմում ապօրինի հատելով Արաքսգետը անցել են հայկական կողմ, որից հետո որոշակի տարածություն ոտքով անցնելուց հետո հանդիպել են ինչ-որ մետաղական արգելապատնեշի, ինչը հաղթահարելուց հետո շարունակել են առաջանալ եւ արդեն ժամը 22:30-ից 3:39 սահմաններում մոտենալով փշալարային արգելափակոցի եւ ինքնությունը չպարզված քրդի հորդորով անցել են որոշակի բացվածքի միջոցով, որից հետո միայնակ անցնելով որոշակի տարածություն հայտնվել է Արարատի մարզի Ռանչպար բնակավայրում։ Եվ ահա Ռանչպար բնակավայրում հայտնված Սրապիոն Ավետիսյանի նկատմամբ խափանամիջոց է ընտրվել բացակայելու արգելքը, նրան մեղադրանք է առաջադրված։ Այս դեպքով հարց է առաջանում, իսկ ուր են Հայաստանի սահման մտած քրդերը։ Նախաքննական մարմինը որևէ բան այս մասով չի հայտնում, քանի որ դատելով մեղադրական եզրակացությունից դեռևս նրանց ինքնությունները պարզված չեն։ Փաստ է մեկ բան, Ռանչպար գյուղ Թուրքիայից Հայաստան ապօրինաբար հատած մեկ անձը իրավապահների տեսադաշտում է եւ նրա ինքնությունը հայտնի է։ Վերջինիս նկատմամբ խափանամիջոց է կիրառվել բացակայելու արգելքը։